Մինչև հիմա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները այդպես էլ չեն արձագանքել, թե ուր են տանում այս հանքաքարը, բազալտային շերտը ուր են կողմում տանում հեռացնում, այս մեքենաները, որ համը շտապ մեքենա, բաց, 15, նայած արագությամբ շեղում, նույնիսկ այդ ապօրինի այդ շինթույլտվության տրամադրման ներքո գտնվող նախագծից արդեն տեղի է ունենում շեղում, որովհետև 100% հողը կառուցապատում են, այստեղ պարտադիր օրենքի պահանջն է, որ հողի 60%-ը միայն կարելի է կառուցապատել, իսկ տեսեք, այստեղ 100% հողը արդեն իսկ փորված է, նայեք ինչ են արել, այս մի կտորն են այստեղ թողել, որ չեն փորել, բայց 100% փորվածք է տեղի ունենում։ Ես նորից իրավապահ մարմինների ուշադրություն եմ հրավիրում, բոլոր այն անձին, ովքեր այսօր պաշտոն են կրում, դրա ժամանակ հետո այս ապօրինի գործունեության համար պատասխանատվություն են կրելու, որ չեն արձագանքել ժամանակին և չեն դադարեցրել այս ապօրինի շինարարությունը։ Բոլորի հետևից խոսքս վերաբերում է տիկնանց այս կառավարության, որովհետև այս կառավարության տիկինները նույնպես ներսակից են ապօրինությունների մեջ, այդ թվում նաև ցեղասպանության մեջ, և նաև Երևանը քանդելու մեջ, տեսեք ինչ ոնց է քանդում դնած նաև այս բոլոր շենքերի նկատմամբ և կախվելու այս մարդկանց բոլորի պատասխանատվությունից իրենց վրա եռանդով։ Այսպես պետք է քանդել այս բոլոր պաշտոնյաների ուղեղները։ Դրա կատարողական հիմնարկում լավ կքանդեն իրենց տեղը տեղի։ Այդ բոլոր պաշտոնյաները Ուղղակի ես